Բարև ձեզ, պարոն վարչապետ, Արցախցի ընտանիքները Անգելինա Հակոբյան, Արցախցի ընտանիքները այսօր կանգնած են ոչ միայն դժվարությունների, այլ իրականում գոյության լուրջ խնդրի առաջ։ Բնակարանային ծրագրերը, որոնք պետք է լուծեն մեր հիմնական խնդիրները, ցավոք շատ դեպքերում չեն աշխատում իրական կյանքում։ Սերտիֆիկատը կա, բայց այն չի դառնում տուն, որովհետև բանկերը պահանջում են կանխավճար, որը մեզանից շատերի համար անհասանելի է։ Արդյունքում մենք մնում ենք առանց տան, նույնիսկ պետական աջակցություն ունենալով։ Տուն կառուցելու ծրագիրը ևս լիարժեք չի գործում։ Շատ ընտանիքներ ունեն հմտություն ու փորձ։ Իմ ամուսինը շինարար է, եւ մենք ունենք հնարավորություն ինքներս կառուցելու մեր տունը։ Մենք խնդրում ենք ոչ թե ավելին, այլ հնարավորություն սերտիֆիկատի գումարը տնօրինելու ինքնուրույն եւ առանց պարտադիր միջնորդների, այսինքն առանց այդ շինարարական ընկերությունների։ Նաեւ անարդար է տարբեր մեծության ընտանիքները ստանում են նույն չափի աջակցություն։ Մի քանի հոգանոց ընտանիքը եւ 6, 8 եւ 10 հոգանոց ընտանիքների կարիքները նույնը չեն։ Նույն գումարով հնարավոր չի լուծել բոլորի բնակարանային խնդիրները, եւ սա պետք է վերանայվի։ Նաեւ կա այլ ցավոտ խնդիր, վերաբերմունք։ Հաճախ մենք լսում ենք, թե արցախցիները լավ են ապրում կամ փող ունեն։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Մենք այստեղ գալուց հետո աշխատում ենք, պայքարում ենք եւ ամեն քայլ անում ենք մեծ դժվարությամբ։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել նաեւ դրականը։ Այսօր աշխատում եմ լավ կոլեկտիվում եւ մեծ շնորհակալություն ունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր մեզ ընդունել են։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակունքի եւ Աբովյան համայնքապետերին, որտեղ մենք ստացել ենք մարդկային վերաբերմունք եւ աջակցություն, բայց ցավոք շատերը դեռ բախվում են հասարակության մեջ իրենց տեղը գտնելու դժվարությանը։ Արդեն բավական ժամանակ է անցել եւ մենք ուզում ենք հստակ պատասխան, այս խնդիրը երբ է ստանալու իրական լուծում։ Մենք խնդրում ենք բնակարանային ծրագրերը դարձնել իրականում կիրառելի, վերանայել սերտիֆիկատի չափը ըստ ընտանիքի անդամների, թույլ տալ մարդկանց իրենց ուժերով կառուցել իրենց տունը եւ վերացնել այն պայմանները, որոնք խանգարում են մեզ լիարժեք ապրել եւ ինտեգրվել։ Մենք չենք խնդրում ավելին։ Մենք ուզում ենք հնարավորություն աշխատելու, ապրելու եւ արժանապատիվ ապագա ստեղծելու մեր երեխաների համար։ Այդ կոնկրետ կներեք, էլի կարգավիճակից ելնելով։ Կոնկրետ այդ բանկերի հետ խնդիրը մենք դիմել ենք բանկ, ունենք սերտիֆիկատ։ Ցավոք սրտի օգոստոս ամսվանից մինչև հիմա մենք չենք կարողանում ձեռք բերել տուն, քանի որ բանկը ինձ ասում է, քո աշխատավարձը չի համապատասխանում խոսքի 450-560 հազար աշխատավարձին, եւ մենք իրավունք չունենք ձեզ տրամադրել տուն։ Հարցի համար, պարոն նախարարը կանդրադառնա հարցի առաջին հատվածին, այնուհետև Ես մի ճշտող հարց տամ, ենթադրում եմ ձեր սերտիֆիկատը 2023 թվականից հետոյի տեղահանվածների սերտիֆիկատ չի, որովհետև ընտանիքի անդամների թվով է տրվում գումարը։ Տարբեր համայնքներում տարբեր չափով, այս 3-4-5 որ խոսում ենք, դա մի մարդու մասին է խոսքը, եթե օրինակ 5 հոգանոց ընտանիք է եւ բնակարանաձեռբերվում կամ կառուցվում այն համայնքում, որտեղ 4 միլիոն դրամ է, դա 5 անգամ 4 է դառնում եւ հետեւաբար ամեն ընտանիքի չափ իրան համապատասխան գումար է վերցնում սերտիֆիկատ։ Եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, կխնդրեմ կամ հիմա կամ համաժողովից հետո ինձ ասեք, որպեսզի հասկանամ, եւ երկրորդ մասը։ Երբ որ բանկերը պահանջում են ավել գումար, դա վերաբերում է ավել վարկին, այսինքն եթե մենք տալիս ենք իմ ասած օրինակով, հա, որը հիպոթետիկ օրինակ է, 20 միլիոն դրամ 4 միլիոնանոց համայնքում 5 հոգու համար, բայց ընտանիքը նախընտրում է որևէ բնակարան ձեռբերել, որ արժի 25 միլիոն, 30 միլիոն, 40 միլիոն կամ կառուցի ավելի մեծ տուն եւ դրա համար անհրաժեշտ է հավելյալ վարկ, այդ դեպքում բանկը իհարկե նայում է վարկ վերցնողի պատմությունը վարկային, նայում է այդ պահի աշխատավարձը, որպեսզի կարողանա հիպոթեկը սպասարկել, այսինքն խոսքը դրա մասին կարող է։ Իսկ եթե վերաբերում է միայն այն գումարին, որը որ մենք տալիս ենք, այդտեղ որևէ կանխավճար եւ որևէ փաստաթուղթ չկա, դա պետությունն է վճարում բանկի հետ իր հարաբերությունների միջոցով, բայց նորից եմ կրկնում, եթե ինչ-որ կոնկրետ դեպք կա, կարող ենք նաեւ անհատապես նայել, եթե ես ինչ-որ բան
սխալ չեմ հասկացա։ Եվ հարցի երկրորդ հատվածին կարձագանքի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար պարոն Ադիլ Խանյանը։ Անդամներ, Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր կողմից բարձրացված հարցի հետ կապված, Տիկին Հակոբյան, ներողություն, ձեր կողմից բարձրացված հարցի հետ կապված, սկզբում դուք իրավացիորեն, երբ որ ծրագիրը հաստատվեց, նկարագրվեցին են հիմնական պայմանները, այո, սկզբնական փուլում պահանջ է սահմանված եղել, որպեսզի երկու հիմնական պահանջ, որպեսզի նախագիծը բնակելի տան հաստատված լինի քաղաքաշինության կոմիտեի կողմից եւ դրա կառուցումը ուղեկցվի եւ իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Սակայն ականջալուր լինելով ձեր համանման դիմումներին 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կառավարությունը հերթական լավարկման շրջանակում ծրագրի վերանայեց պահանջը, թողնելով, որ այն նախագիծը եւ նախահաշիվը, որը պետք է ապահովի անվտանգ միջավայր, այսինքն անվտանգ տուն, դա ապահովված լինի, փորձաքննված լինի քաղաքաշինության կոմիտեից եւ կոմիտեի կողմից եւ հրապարակված լինի որպես օրինակելի եւ բազմակի, այսինքն դե մեկ անգամ մի ընտանիք այդ ճանապարհը անցել է, դա նաեւ հնարավորություն է մնացածին այդ հաստատված նախագծի շրջանակում կառուցել իր բնակելի տունը եւ արդեն լիցենզավորված կազմակերպության պահանջը, որը ձեր կողմից նշվում է որպես միջնորդ կազմակերպությունների օղակ, որը տեսականորեն կարող էր թանկացնել ծրագրի իրականացումը, դա վերանայվեց եւ փոխարինվեց մեկ այլ մեխանիզմով, որ ազատականացվեց, այսինքն ձեր դեպքում դուք կարող եք կառուցել ձեր ուժերով ձեր տունը, իսկ վերահսկողությունը եւ հսկողությունը, որպեսզի որակը որևէ դեպքում չտուժի, դա համատեղ հանձնաժողովները բանկի կողմից ձևավորված, համայնքի կողմից ձևավորված, դրա նկատմամբ իրականացնելու են մշտադիտարկում։ Այսինքն ձեր կողմից բարձրացված հարցը հասցեագրվել է եւ եթե կլինեն գործնական խնդիրներ դրա իրականացման հետ կապված, ապա դիմումի շրջանակում կարող եք նկարագրել կոնկրետ անհատական դեպքը եւ դրան ավելի մանրամասը պարզաբանում կտրվի։ Կոտայք ակունք հաս կամ տեղում ձեր հարցին անդրադարձանք, խնդրում եմ նստեք, էլի։ Տեղում ձեր հարցին անդրադարձանք, նախ հիմա ձեր ընտանիքի համար 3 միլիոնը կդառնա 4 միլիոն։ Այս քանի անդամ է ձեր ընտանիքը։ Իրականում մենք երկու անդամ ունենք, ով ես եմ ու տղաս, ամուսինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց մեր սերտիֆիկատների հետ միացան մայրիկս ու հայրիկս։ Հիմա նախ 3 միլիոնը կդառնա 4 միլիոն։ Երկրորդը դուք, այսինքն այդ պահանջը հանված է, սեփական ուժերով կարող եք կառուցել։ Միանշանակ։ Պայմանը հետեւյալն է, որ քաղաքաշինության կոմիտեն կայքում, չէ, կայքում հրապարականի ունի դրած նախագիծ, դուք տունը կառուցեք այդ նախագծով, իսկ բանկը եւ մյուս օղակները կհետևեն որակին։ Էս էլ ինչով է կարևոր, սիրելի ժողովուրդ, որովհետեւ գիտեք, մենք բոլորս մեր տները Իջևանի մեր տունն էլ է, այստեղ մոտավորապես ով կառուցած եւ այլն, բայց դե մենք կամած արդեն պիտի սովորենք նախագծերով տուն կառուցել, որովհետեւ դա նախ հարմար է, որովհետեւ մի հատ կառուցում ենք ու այդ կառուցման process չի ավարտվում, մի հատ շուշաբանդ ենք ավելացնում, հետո բալկոն, հետո հետո այն դա նրանից է, որովհետեւ սկզբից կառուցում ենք, հետո ենք նայում ինչ ենք կառուցել, դրա համար նախագծով է պետք անել եւ այս տրամաբանությամբ առաջ գնալ։ Իսկ բանկը ավել գումար երաշխիք կամ չգիտեմ ինչ պահանջում է կանխավճար, երբ որ ավելի այս պետական ծրագրից ավելի շատ գումար է ծախսվում բանի համար։ Հիմա մենք հույս ունենք, որ այս փոփոխությունների արդյունքում գումարն է կշատանա եւ դուք ձեր տունը արդեն կարողանաք կառուցել։ Մանավանդ ձեր ամուսինը շինարար է, ինքը կարծում եմ այդ ամեն հարցերը կարողանա լուծել։ Պարոն Փաշինյան, կներեք հենց մի հարցով էլ այդ որ շեշտում էի 1, 2 եւ 8 հոգանոց ընտանիքները, կոնկրետ խոսքը նրա համար էր, հայ ամուսինը շինարարա, հիմա մենք կառուցենք մեր տունը, բայց հազարավոր արցախցիներ չունեն այդ հնարավորությունը, այսինքն իրանք բաղկացած են 2 եւ 3 կամ 1 հոգանոց ընտանիքներին։
Իմ խոսքը նրան էր վերաբերում, երևի ճիշտ չխոսացի, իմ խոսքը նրան էր վերաբերվում, որ վերանայեք սերտիֆիկատները ըստ ընտանիքի քանակների։ 1-ից 2 հոգանոց, 1-ից 3 հոգանոց, 1-ից 4 հոգանոց եւ 5 հոգանոց, 1-ից 10 հոգանոց ընտանիքները նույն կարգավիճակում չեն։ Ու չեն էլ կարան ունել սերտիֆիկատ, խոսքի 1-ից 10 հոգանոց ընտանիքը կարող է ինքնուրույն տուն ձեռք բերել, բայց 1-ից 3 հոգանոց ընտանիքը հնարավորություն չունի եւ հավելյալ կանխավճարը ցավոք սրտի չունի։ Ես աշխատում եմ պետական հիմնարկում, Փառք Աստծո, ստանում եմ աշխատավարձ, բայց իմ աշխատավարձը չի հերիքում, որ ես ձեռք բերեմ տուն, քանի որ այնտեղ 100,000 աշխատավարձ եմ Բայց ստանում, պարոն Թորոսյանը իր խոսքում, եթե ուշադիր եք, այդ թեմային անդրադարձա, որովհետև մենք նայում ենք այն ընտանիքները, որ մենք համարում ենք, որ իրենք այս պայմաններում չեն կարողանա օբյեկտիվորեն տուն ձեռք բերել, իրանց համար երկարաժամկետ վարձակալության ծրագիր ենք տալիս, ասվեց, որ 10 տարով, որպեսզի միջև այդ խնդիրները լուծվեն։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք մեր մոտեցում պետքա ստանդարտիզացնենք։ Հակառակ դեպքում մենք տեղեր կբացենք, որտեղ այլ process-ներ կգնան եւ լարվածություններ կառաջանան արդյունքում լավ տեղ չենք հասնի։ Պարոն Թորոսյան, լրացուցիչ։ Դա թույլ տվեք, որտեվ կարևոր հարց է, երկարաժամկետ վարձակալության ծրագիրը նախապես ասեցի, բայց եթե առիթը ավելի մանրամասնեմ, խոսքը մինչև 3 անդամ ունեցող ընտանիքներին է վերաբերվում, բայց այնպիսի ընտանիքների, որոնք աշխատունակության հետ խնդիր ունեն։ Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից են բաղկացած 60 տարեկանից բարձր անձանցից, կամ եթե այդ հաշմանդամության հանգամանքները չկան, 2 հոգանոց ընտանիքի դեպքում 115 տարի գումարային տարիքից ոչ ցածր եւ 3-ի դեպքում 175։ Եվ ինչու չեն կարել երիտասարդ ընտանիքների համար, անկեղծ ասենք, որտեվ այս ծրագիրը այնպիսի քաղաքացիների համար է, որոնք չեն կարողանալու, օբյեկտիվորեն չեն կարողանալու գնել տունը, պահել տունը, եւ մենք փաստացի նրանց կարծես թե խնամքի տակ ենք վերցնում։ Եվ մենք չենք ուզում, որ երիտասարդ ընտանիքները զրկվեն սեփական տուն ունենալու հնարավորությունից։ Ձեր առաջարկը առաջի հայացքից թվում է բավական ողջամիտ եւ գրավիչ, բայց այդտեղ առաջանում են նոր շերտեր։ Եթե մենք այդպիսի Բաղդադում դնենք, օրինակ ասենք 1-ից 2 հոգանոց ընտանիքի դեպքում ենթադրենք սերտիֆիկատը ոչ թե 3-4-5-ի, այլ 6-7-8, կամ հակառակը, մենք արհեստականորեն գեներացնելու ենք ընտանիքների տրոհում։ Իրենք պարզապես գնալու են, ընդհանուր մինչև բաժանվելու են կին ամուսին եւ այդպես շարունակ, որպեսզի գնան այդ մեծ թվով վերցնեն։ Այսինքն մենք լուծելուց Արդես ժողովրդական լեզվով ասած ունքը ուղղելու փոխարեն աչքը չպետք է հանենք, թեև մենք ամեն դեպքում նայում ենք իրավիճակը եւ պարոն Ադիլխանյանի նշած փոփոխությունները եւ վարչապետի նշած փոփոխությունները այդ գումարային առումով եւ հեշտացնելու եւ մենք շուտով էլի ենք ունենալու որոշակի հեշտացումներ, պարզապես իրանք շատ սահմանափակ թվով անձանց են վերաբերվում, հիմա հատուկ հայտարարելու կարիք չկա, խոսում են նրա մասին, որ մենք զգում ենք, ու դուք էլ խնդրում եմ, մեզ միշտ ասեք, կա սենց խնդիր, եկեք այս խնդիրը լուծենք։ Եթե դա մասշտաբային խնդիր է, ավելի արագ եւ համակարգային լուծում կտանք։ Եթե դա ինդիվիդուալ լոկալ խնդիր է, տեղային լուծում կտանք, բայց տրամաբանությունը հետեւյալն է, որ հնարավորություն տանք բոլորը ունենան այդ տունը, հիմա եթե Աբովյան քաղաքում եք, այո, գումարը կբարձրանա եւ հնարավորություն կունենաք առնվազն, եթե վարկ պետքա վերցնեիք, կամ չվերցնեք վարկը, կամ վերցնեք ավելի քիչ եւ ձեր եկամտային հարկը կամ աշխատավարձը կբավարարի դրան, այսինքն բավական մեծ հեշտացում կլինի կոնկրետ ձեր խնդրի լուծման եւ վստահ եմ շատ այլ ընտանիքների ու այս կապը պահելով փորձենք լավարկել ծրագիրը, մենք շահագրգռված ենք, որ այն ամբողջությամբ Հա, իհարկե, ծնվող երեխան էլ է ավտոմատ, չի քննարկվում։ Ավելանում է, այսինքն եւս մեկ սերտիֆիկատ է ավելանում։ Այո։ 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 Այո, այո, այո։ Այնպես որ բարի ազատում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար